արտաքին վտանգը ունի Հայաստանի Հանրապետությունում գործընկերներ կան, այսինքն արձագանքում են այստեղ շահերի ներկայացուցիչներ ունեն, այդ շահերի ներկայացուցիչները անցել են գործի, բացահայտ գործունեության։ Այդպես որ ասենք, երևի ավելի մոդեռն է դա։ Դուք գիտեք, իրենք էլ են ճիշտ։ Ովքեր։ Երկու կողմերը, իշխանության կողմնակիցները, այսինքն ովքեր որ ընդդիմությանն են համարում օտարերկրյա կամ դրսի ուժերի շահերի ներկայացուցիչներ, ճիշտ են նաև ընդդիմադիրները, որ ասում են, որ իշխանությունները նույնպես դրսի ուժերի հետ համագործակցում են, նրանց շահերի ներկայացուցիչն են։ Ես կասեի դուրս գանք Հայաստանից, Հայաստանը լուսնի վրա չի, Հայաստանը երկրագնդի վրա է, աշխարհում է, դուրս գանք աշխարհը։ Աշխարհում այո կա պայքար։ Կան ուժեր, որ իրար դեմ պայքարում են, բոլորովին վերջերս մեր հարևանությամբ Իրանը եւ Իսրայելը լուրջ պայքարեր, ակնհայտ հրթիռային, ռումբային, տերորի, ամեն ինչ արվում էր մեր աչքի առաջ։ Դրանց թիկունքում նույնպես կային ուժեր, այսինքն գլոբալիզմը այդտեղ տարածվում է նաև դրա վրա, նրանց դեմ այ գերտերությունները, ազդեցիկ պետությունները կամ նրանց աջակիցները, այն պայքարը ունի իր արձագանքը նաև Հայաստանի ներսում։ Մենք օրինակ բոլորովին վերջերս Հայաստանի Հանրապետությունը շատ մեղմորեն հրաժեշտ տվեց Եվրազական միության իր գործընկերներին, հրաժեշտ տվեց շատ մեղմ, այսինքն նախապատրաստական, հայտարարեց, որ գիտեք ինչ, ես հեռանալու եմ ձեզանից, ես գնում եմ Եվրոմիություն, դուք պատկերացրեք Հայաստանի Հանրապետությունում օրենք ընդունվեց ապահարզանի մասին, քաղաքական ապահարզանի մասին, այսինքն Եվրազական միության պետությունները կամ հիմա եթե մենք ավելի լուրջ ասենք թվերով երկու սլավոնական պետություն, երկու եվրոպական պետություն եւ բազմաթիվ ասիական պետությունների այդ միությունից մենք դուրս ենք գալիս, հայտարարեցինք, որ գնում ենք ձեր գլխի ճարը տեսեք առանց մեզ։ Եվրոպական պետությունը Ռուսաստանն է։ Ռուսաստանն ու Բելոռուսը եվրոպական պետություն են, բայց հիմա այնտեղ բռնապետություն, հանք հիմա հետ են գնացել մի 200 տարի միապետություններ են ժառանգական իրավունքով եւ այլն։ Օրենք է ընդունվել Հայաստանում, օրենքը ավելի բարձր կարգավիճակ ունի մեր մոտ, քան թե գործադիր իշխանության չինովնիկը։ Չինովնիկ է։ Արտաքին գործերի նախարարը Ալագյոզ Միրզոյանը, մենք այդ կուրսն էլ ենք ընդունել, չէ՞ ջնջենք։ Ալագյոզ Միրզոյանը իրավունք չուներ այդպես ասելու։ Հիմա պետք է մեր արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ազգային ժողովի, պետք է նրան կանչեր, հանդիմաներ, այսինքն ինչ, օրենք ենք ընդունել, որ մենք գնում ենք, բայց մենք գիտենք, քանի որ Արարատ Միրզոյանը, Ալագյազ չէ, Արարատ Միրզոյանը նաև գործ ուներ իր նման մեկի հետ, նա էլ է հետաքրքիր, նա էլ ուրացող հայ էր, ասեց, որ դենտեղ ձերոնց այդ ռուսներին դու, ովքեր են թաթարներ են, մողոլներ են, տաջիկներ են, ուզբեկներին, բելառուսներին, հանգստացրու, ասա, որ բան չկա այդ թյուրիմացությունը լավ չենք հասկացել, կամ իրենք լավ չեն հասկանում, իրականում կա օրենք, օրենքը պարտադրում է։ Գերակա է։ Իհարկե, օրենք ազգային ժողովը ընդհանրապես, մեր երկիրը ազգային ժողովական երկիր է, այո, օրակարգը փոխվել է։ Մեր օրակարգը հիմա քրեականությունը չի, մեր օրակարգը բռնող, բաց թողող, ճաղերը, ձեռնաշղթաները, դրանք չեն, մեր օրակարգը սահմանադրությունն է, պետականաշինությունն է մեր օրակարգը, հեղափոխություն նշանակում է պետականաշինություն, այլ կերպ ասած, քանդում ենք հին աշխարհը ու կառուցում ենք նոր աշխարհ, չէ, 7-րդ տարին է, սահմանադրությունը դեռ չկա, կուսակցությունների մասին օրենքը խոտան է, հենց այս քանի օրը դա է ապացուցվում անդադոր, կուսակցությունների մասին օրենքը չի գործում, քաղաքական
Խնդիրները լուծվում են քրեական ճանապարհով, բռնության սպառնալիքով, կուսակցությունը բռնության սպառնալիք կամ ընդհանրապես պրոֆան ասեմ, ինչ ոչ արհեստավար, մեղմ ասած, ինչ որ մեկը հենց այնպես որոշել է, որ ինքը պետք է զբաղվի քաղաքականությունով, փրկում են երկիրը, ազգը, կրոնը, Աստծուն փրկում են, հրեշտակներին փրկում են, հրեշտակները ինչ որ դժոխքի մոտով անցել են, պատկերացնում եք կուսակցությունների մասին օրենք այնպես պետք է լինի, որ քաղաքականությունով զբաղվեն քաղաքական գործիչները մասնագիտորեն։ Հիմա մեր մոտով ասես չի գալիս, մեկը հենց որ գործից դուրս է մնում կամ այլ պրոբլեմներ է ունենում հոգեբանական, գալիս քաղաքականությունով է զբաղվում, քաղաքական կուսակցությունների մասին օրենքը, ընտրությունների մասին օրենքը, ազգային ժողովի պատգամավորներին հետ կանչելու մասին օրենքը, խաղաղ պայման չկա, անընդհատ կա լուրջ մրցակցություն, մենք չենք կարող երբևէ ապահովության այդպիսի զգացում ունենալ, մենք անընդհատ պայքարի մեջ ենք, չասեմ պատերազմի, կարելի է և պատերազմ ասել, սառը պատերազմի մեջ ենք, մենք անընդհատ, արդեն 2-3 հազար տարի է, մենք ամենահներից մեկն ենք, հիշեք հայ-ասորական հարաբերությունները, առաջի իմպերիայի հետ մենք բախվել ենք ու շարունակվում է այդպես, նրանք անընդհատ մենք լավն ենք, մեր երկիրը լավն է, մեր տարածքը լավն է, գայթակղի չենք, ուզում են, շատերը ուզում են, որ մենք իրենց ծառայենք, որտեղ լավ ծառայենք, օրինակ Լավրովը, լավ է ծառայում, օրինակ Նիկոյանը և Մյասնիկյանը լավ են ծառայել, ես չակերտների մեջ եմ դնում, այդ երկիրը կործանել են իմպերիան, դուք պատկերացնում եք Մյասնիկյանը կազմակերպել է դասալքությունը ռուսական իմպերիայի բանակի, Նիկոյանը ստորագրել է, փաստաթղթեր է ստորագրել, ռուս մտավորականներին, հոգևորականներին գնդակահարելու, այ ինքի ձեռքով գնդակահարել լավն է, Գումիլովը լավն է, գնդակահարել, պատկերացնում եք 10 միլիոն ռուս մտավորական արտագաղթել է Նիկոյանի իշխանության օրոք, սովետական միությունից, ռուսական իմպերիայից, տեսեք, Լավրովը 51 պետություն, դրանք ուրեմն 50 ազդեցիկ պետությունները, կա այդպիսի 50, 7 գեր ազդեցիկ պետությունները, դրանք բոլորը Սերգեյ Լավրովի արտաքին քաղաքականության գործունեության հետևանքով Ռուսաստանի դեմ թշնամացել են, մեկուսացրել են Ռուսաստանը, բայց մենք նաև իսկապես լավ ենք ծառայում, գիտնականներ ունենք, ես հիմա ցեք ինչ շոր եմ կրում, մենք աստղագետներ, սա Եվրոպայի աստղագետների ասոցիացիայի մասին է, գովաստ չի էլի, մենք լուրջ աստղագետներ ունենք, ֆիզիկոսներ ունենք, քիմիկոսներ ունենք, պատկերացնում եք լուրջ ծառայություն կատարում ենք աշխարհի համար, այ գործառույթ հայերը ունեն աշխարհում, միայն շտանգա և շախմատը չի, մենք կարևոր ենք, ուզում են մեզ շահագործել, մեզ հետ համագործակցել, իսկ մեր երկիրը, որ մենք դրախտավայր ենք ասում, ամեն երկիր էլ դրախտավայր է իր ժողովրդի համար, բայց մեր ասածը լուրջ է, մենք դրան հավատում ենք, ուրիշներին էլ ենք հավատացրել, ուրեմն մեր գրավչությունը ակնհայտ է, ուրեմն անընդհատ, եթե մենք լավ բան ունենք, ուրեմն պետք է դա պահպանենք, կան կողոպտիչներ, ավազակներ, թալանչիներ, որ կուզենան դա տանել, մեզ տանել, չենք համաձայնում, սպանում են, չենք ուզում ծառայել, մեզ սպանում են, որպեսզի ուրիշին չծառայենք, այդ գենոցիդը ինչից էր, որովհետև ուրիշին կծառայենք, այդ դրա համար մեզ ոչնչացրեցին, գենոցիդը դա էր, որ ափսոս են, եթե մերը չեն, ուրեմն ուրիշին չպետք է լինեն, հիմա ես ասում եմ, որ մոռանանք այդ դրախտը, որ մեզ չեն հալածելու, այդպես չաղկատու, այդ վիճակը չի սպառնում մեզ, մենք պետք է միշտ պատրաստ լինենք պայքարի ու պայքարենք, մանավանդ ժառանգություն ստացել ենք մենք, այ մենք հիմա որ կանք, այս բոլորս պայքարողների զավակներ ենք, հանձնվողները գնացել են, հանձնվողները հանձնել են հիմա գենետիկները,
այդ քիմիկ են, սա քիմիկոսները արյան անալիզ են ասում, ասում են, ոնց որ թե նույն ժողովուրդն են, չէ, մենք նույնը չենք, նրանք ուրիշ են, նրանք արդեն հայ չեն, նրանք հայ չեն, հայը նաև ինքնության գնահատական ունի, սուրբ եկեղեցին, մեր լեզուն, մեր մշակույթը, մեր կոմիտասը, մեր գեղանկարչությունը, մեր մանրանկարները, մեր ճարտարապետությունը, ովքեր որ դրա տերն են, նրանք հայ են, ովքեր որ դրա տերը չեն, ուրացել են, ոնց որ Լավրովը Սերոժ, ուրացել է, ինքը հայ չի, նա Ռասիանին է, ու Ռուսաստանին վնաս է տալիս, ես ասել, որ մենք գիտենք մեր գինը, իրենք էլ գիտեն ու հարկավոր է պայքարել և հաղթել, հիմա վերադառնանք մեր օրակարգին, իհարկե դրսի պայքարը տեղափոխվել է ներս, մեր գործընկերները, ընդդիմության գործընկերները դրսում և իշխանության գործընկերները դրսում, ես նույնիսկ ուրիշ ձևով ինձ հարմար, ես արդեն այն տարիքում եմ, որ հարմարություններ եմ սիրում, չարթել, տարան չեմ, որգնամ կանդեմ, ժամանակ անել եմ, հերիք է, ես մտածում եմ հարմարությունների մասին, երկու ուժեր ակնհայտորեն դրսում, պայքարում են իրար դեմ, ու այդ պայքարը տեղափոխվել է Հայաստան, Եվրազիական միությունը, ուզեք ասեմ, ռուս-թուրքական միությունը, ես իդեպ ասեմ, որ մեր հանդիսատեսը իմանա, Ռուսաստանը մահմեդական համերաշխության դիտորդ անդամ է, այսինքն Ռուսաստանը մասամբ մահմեդական պետություն է, նույնիսկ պաշտոնական մահմեդական ակցիաներին հրավիրված մասնակից, օրինակ մի քանի առաջ մահմեդական այդ անսամբլեան, որ Հայաստանին հանդիմանեց, դատապարտեց, վարկաբեկեց, Ռուսաստանի մատը այդտեղ կար, Ռուսաստանը պետք է բողոք, որպես մեր դաշնակիցը, Ստամբուլի մասին էր այո, հայտարարեցին 5 կետեր, 7 կետեր, քանի կետեր, ջարդել, քանդել, վտարել, ոչնչացնել եւ այլն, Ռուսաստանը այնտեղ էր, ներկա էր, սուս նստել էր մի մութ անկյունում, որ հանկարծ մենք չտեսնեինք մերոնց որոնք, ուրեմն Եվրազիական միությունը, այսինքն բռնապետների միությունը, տեսեք Ռախմոնը 1989 թվից այդ մարդը իշխանությունում է, 1994 թվից Լուկաշենկոն իշխան է, և երկուսի տղաներն էլ արդեն այնքան են մեծացել, որ մի քանի տարի հետո արդեն կարող են իրենք հանգիստ մեռնել, մկնդեղ կտան երևենց իրենց որդիները, այսինքն իշխանափոխությունը այդպես է լինելու, մյուսների մասին նույնիսկ չգիտենք, այնքան խորն ու մութ է այնտեղ, Այրբասեր ինչ էր Նազարբայևը, չի մեռել, չէ կարծեմ։ Վերադառնանք երկու ուժերի այդ ուժը մի կողմից մեզ ուզում է տանել իր հետ, իր մոտ տանել, իրեն ծառա տանել, մենք իրենցից չենք, ուզում է, որ մեր մոտ էլ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանը դառնա հաջորդ վարչապետը, Ալեն Սիմոնյանը եթե ունի որդի, ես չգիտեմ, չի նկարվում համենայն դեպս ելույթներ չի ունենում, Ալեն Սիմոնյանի որդին դառնա ազգային ժողովի նախագահ եւ այլն, այսինքն նրանք ուզում են, որ մենք իրենց նմանվենք, մյուս կողմում, ես կարճացնեմ, որտեղ բոլորս գիտենք ինչ է նշանակում բռնապետություն, մենք այնտեղ եղել ենք, Հյուսիսային Կորեա չդառնանք, ուրեմն մյուս կողմում էլ ուրիշ բան է, նախ եւ առաջ քրիստոնեություն, մյուս կողմ կոչվածը նույնպես ունի բաղադրիչներ, երբ որ մենք ասում ենք արևմուտք, ոմանք կարծում են ամենաթողություն, կարծում են թե դա ինչ որ բան է, այլասերանոց է, ես ճիշտ բառը չեմ կարող ձեր եթերում ասել, ուրեմն բայց մենք պետք է իմանանք, արևմուտք նշանակում է հունա-հռոմեական դեմոկրատիան, մենք հելենիստ ենք եղել, մեր պապերից ժառանգություն ենք ստացել, դա ստացել ենք մենք, մեր անահիտ Աստվածուհու արձանը ձեզ նվեր, մենք այդպես ենք տեսել Աստծուն, Մայր Աստվածը հենց այդպիսին է եղել,
ուրեմն հունահռոմեական դեմոկրատը ավելացրած քրիստոնեությունը, մարդասիրությունը, անհատականությունը։ Տեսեք, մենք ով ենք, մենք դեմոկրատ ենք, ծագումով, այդպես ծագումը մերն է, մեր պապերը ընտրել են դեմոկրատիան, հունահռոմեական, նրանց զավակները ընտրել են քրիստոնեությունը, ազատությունը, անհատականությունը, ամեն մարդ իր համար է պատասխան, մենք բոլորս առանձին կարող ենք դիմել Աստծուն, կնոջ մեծարում։ Քրիստոնեությունը նշանակում է տիրամայրը մանկան հետ, մեծարումն է կնոջ իրավունքների պաշտպանություն, հաջորդը դա է, երրորդը ռեֆորմացիան, հանդուրժողականություն, արևմուտքը դա ռեֆորմացիան է, մեր մոտ այսօր շատ կարևոր է կրոնական հանդուրժողականությունը, եկեղեցու բարեփոխումները, եկեղեցին պետք է բարեփոխումների ենթարկվի, եվրոպացիները դա ավել են, մյուսը, որ մեզ շատ հայտնի է մարդու իրավունքները, ֆրանսիական մեծ հեղափոխությունը, քաղաքացու եւ մարդու իրավունքները, այլ մենք այդտեղ ենք ուզում գնալ, ուզում ենք որպես քաղաքացի եւ մարդ ունենանք իրավունքներ, մենք որպես քրիստոնյա ուզում ենք ազատ լինել, սիրել ու հարգել մեր մորը քրոջը կնոջը, մեծարել մեր գայանե, սուրբ գայանե, հրպսիմե, տեսեք 40 կույս, առաջի մեր սուրբը, մենք առաջ անգամ Գրիգոր Լուսավորիչին չենք հայտարարել սուրբ, Տրթատին չենք հայտարարել սուրբ, աղջիկներին ենք հայտարարել սուրբ, դա բացառիկ բան է, կարող ենք դրանով հպարտանալ, դեր պատկերացրեք, մենք ուզում ենք կրոնական հանդուրժողական, հա, թող լինի եզդի, թող լինի մահամեդական, թող լինի բուդդիստ, թող լինի, կարևորը մարդ լինի, հարգարժան մարդ լինի եւ մեզ հարգի։ Շարունակեմ հունահռոմեական, բա ընտրել ենք ուզում եւ ընտրել մեր ունեցվածքը պետք է անձեռնմխելի լինի, մեր առողջությունը պետք է անձեռնմխելի, մենք սոցիալական ժողովուրդ ենք, եղբայրություն ենք սիրում, իրար օգնում ենք, հարգում ենք եւ այլն։ Հիմա տեսեք երկու խումբ կա, այնտեղ կինը, օրինակ այն կողմում համարում է պրիզ, մրցանակ, քեզ լավ պահես 40 կին կտանք քեզ, ինչ չի կանում։ Դա գաղափարախոսություն է, արժեքային համակարգի մեջ կա։ Կնոջը կախաղան են հանում, որ ասեն գլխաշոր չի կրում։ Վկինը ուզում եմ ազերը ցույց տալ, որ լավ երեխաներ կբերի առողջ։ Բա ոնց իմանանք այդ կինը ում հետ եմ ես ամուսնանալու։ Իմ տղան ում հետ է ամուսնանալու, բայց չտեսնենք։ Նրանք մտել են Հայաստան։ Նրանք մեր վրա կրակում են։ Նրանք իշխանությունը վերցնում են, ունեցվածքը վերցնում են, խոսքի ազատությունը վերցնում են, փակում են։